Գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար է նշանակվել Արտյոմ Կարապետյանը։ Շնորհավորում եմ պարոն Կարապետյան։ Մայրաքաղաքում ընդհանուր հաշվով տեղադրվել են 339 LED լուսատուներ։ Նոր-Նորք, Մալաթիա, Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջաններում շարունակվում են լուսավորության հին հաղորդալարերը նորերով փոխարինելու աշխատանքները։ Նաև Սասունցի Դավթի արձանի լուսավորությունն են կազմակերպել, ճիշտ է, պարոն։ Այո, պարոն քաղաքապետ, նախորդ շաբաթ մենք ձեր հանձնարարությամբ Սասունցի Դավթի արձանի լուսավորությունը փոխել ենք, ապա մոնտաժել ենք տեղադրված հին լուսատուները, տեղադրվել են նոր լուսատուներ, նոր հաշվարկով եւ արգին գեղեցիկ բան ստացվել է։ Զեկուցվեց, որ ինտենսիվորեն շարունակվում է Երևանի փողոցների մաքրումը ավազե խառնուրդի մնացորդներից։ Նշվեց, որ աշխատանքները փոքր-ինչ դանդաղում են, քանի որ ավազե շերտը տեղ-տեղ շատ հաստ է, եւ դա հեռացնում են տրակտորներով ու բահերով, որից հետո փողոցը կարգի են բերում օշեկուլ եւ ջրցան մեքենաներով։ Այսինքն այս շաբաթվա ընթացքում ամբողջապես կարող ենք ֆիքսել, որ մաքրված կլինեն փողոցները ավազի մնացորդներից։ Այո, դանդաղման պատճառը պարզապես տեխնիկայի պակասն է, այդքան է։ Որը որ տրամադրեցին մեր վարչական շրջանները իրենց հրատապով։ Այո։ Այժմ փոսալցման աշխատանքների մասին զեկուցվեց, որ առավոտվա դրությամբ կտրվել է մոտ 15000 քառակուսի մետր ասֆալտբետոնյա ծածկույթ եւ տեղադրվել է մոտ 13000 քառակուսի մետր ասֆալտբետոնյա ծածկույթ, ժամանակավոր տեղային լուծումներ են տրվել մոտ 320 փոսի համար։ Այնուհետև անդրադառնալու ենք փոսերին։ Շատ լավ, ընդհանուր առմամբ ձեր աշխատանքի տեմպը իրապես լավն է, այսինքն փետրվար ամսվա կեսերին մենք մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն են իհարկե մեծ ծավալի, որոշակի նույնիսկ ավելի հրատապ լուծումներ են պահանջում, բայց այնուամենայնիվ մենք որոշակի խնդիրներ արձանագրել ենք վարչական շրջաններում։ Խոսքն առանց բիտումի կատարած ասֆալտապատման կադրերի մասին է, որոնք հայտնվել են սոցցանցերում։ Քաղաքապետը պատասխան ակնկալեց հատկապես Նոր-Նորքի պատասխանատու ինժեներներից։ Այդտեղ բիտումով ասֆալտ արված։ Այդ նույն տեղում բիտումով ասֆալտ արված նկարները կան։ Բա ինչի չէին արել բիտում մինչև ասֆալտը լցնել։ Այդ հատվածում իրանք թոթովենց ընդհանուր ծավալը մեծ էին վերցրել շինարարները։ Վերևից ասենք թափելով գալիս էին դրա համար։ Չեմ հասել են այդ հատվածը, նկարանը տեղի ունեցել։ Նստում է նկարանումը տեղի չի ունեցել, տեղի ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք եւ Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Այլապես Ավինյանի խոսքով այդ օրինակ ընկերությունները պատվերներ չեն ունենալու։ Քաղաքապետը հորդորեց բոլոր վարչական տարածքներում բոլոր շինաշխատանքների ժամանակ պատասխանատուներ նշանակել, իսկ ասֆալտապատված ավարտված հատվածներից փորձանմուշներ վերցնել։ Վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին զեկուցեցին մրցութային կարգով իրականացվող աշխատանքների ներկա փուլի մասին։ Ներկայացվեց նաև մայրաքաղաքի դպրոցների, ֆիզկուլտուրայի դահլիճներում եւ ֆուտբոլային բացօթյա դաշտերում արված փոփոխությունների մասին։ Դռները եւ պատուհանների փոխարինում, սանհանգույցներում օդափոխության համակարգի կառուցում, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի կառուցում, էլեկտրատեխնիկական աշխատանքներ, մուտքի աշճանավանդակի վերանորոգում, երեսպատում բազարտեսալերով, բազլիքի տեղադրում, սպորտային պաշտպանիչ ցանցի կախումբից դահլիճում, արտաքին երեսպատման աշխատանքներ։ Դահլիճը համալրվել է մարզագույքով։ Նախագծման ավարտական փուլում են ֆիզկուլտուրայի 3 դահլիճներ, նախագծման փուլում ֆուտբոլի 16 դաշտեր։ Շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։ Խոսվեց նաև մայրաքաղաքում կառուցվող թենիսի միջազգային ակադեմիայի մասին։ Անցկացվելու է ներդրողի ներգրավման երկփուլ մրցույթ։ Քանի որ նպատակ կա հիմնելու այնպիսի հաստատություն, որը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին եւ հնարավորություն կտա անցկացնելու միջազգային մրցաշարեր, ինչպես նաև պատրաստելու բարձր մակարդակի մարզիկներ, զարգացնելով այդ սպորտաձևը։ Հունվարին ապօրինի շինությունների եւ հողազավթումների դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 41 արձանագրություն։ Շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է թվով 86 արձանագրություն։ Աչափնյակ մետրոյի կայարանի հարող տարածքում քաղաքաշինական ներդրումային ծրագրի երկփուլ մրցույթ է անցկացվել։ Քաղաքապետարանը ստանալու է նախնական էսքիզային աշխատանք եւ տեխնիկատնտեսական հիմնավորում։ Ամբողջ տրամաբանությունը ուզում եմ հիշեցնել այս հանձնարարականի ինչու մեր կայանում, որ Աչափնյակի
կայարանի կառուցման հատվածում մենք ունենանք մի որոշակի կամ բիզնես կենտրոն կամ այն ինչ որ այս ընկերություններից մեկը, որը որ կհաղթի կառաջարկի, որը ֆինանսապես բիզնես տրամաբանությամբ հետաքրքիր կլինի եւ որոշակիորեն նաեւ կմեղմի այն ծախսերը, որը իրականացնելու են կայարանի կառուցման համար։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։